Բարձս, ես Արման Ղուկասյանն եմ, եթերում ուղիղ տեքստով հաղորդումն է։ Բոլորս հիշում ենք, որ վերջերս Նիկոլ Փաշինյանը հանդիպեց թուրք լրագրողների հետ եւ հայտարարեց, որ հայոց ցեղասպանությունը այլևս պրիորիտետ չի Հայաստանի համար, այսինքն մենք, այսպես ասենք, մեր արտաքին քաղաքականությունում չենք կարևորում այդ հարցը, եթե պարզ լեզվով ասենք, հա։ Եվ երբ որոշ լրատվամիջոցներ վերջերս դիմեցին կառավարությանը ասելու, թե ինչ է արվելու 110-րդ տարելիցին հայոց ցեղասպանության, կառավարությունը ասաց, որ ամեն ինչ արդեն ասված է թուրքական լրատվամիջոցներին Նիկոլ Փաշինյանի կողմից։ Այսինքն թուրքական լրատվամիջոցները աղբյուր են դարձել, ստացվում է, Հայաստանի այս կարևոր հարցի շուրջ հայ ժողովրդի համար։ Այսպես է ստացվում, Ժորժ ջան, որ թուրք լրագրողներն են այլևս մեզ պետք է ասեն, թե Հայաստանի դիրքորոշումը որն է, եւ այդտեղից մենք պետք է իմանանք Հայաստանի դիրքորոշումը այդ կարևոր հարցի շուրջ։ Հայաստանը ստացվում է, որ այս կարևոր հարցի շուրջ զիջման է գնում, հրաժարվում է նրա համար, որպեսզի ես չգիտեմ ինչ, որպեսզի թուրքերի աչքին լավը թվանք, թե ես չգիտեմ, որպեսզի ամբողջ աշխարհը ասի, բա ուր է, եթե տարիներ շարունակ Հայաստանը որպես պետություն ասում էր, որ եղել է ցեղասպանություն եւ մեր համար կարևոր է միջազգային ճանաչումը հայոց ցեղասպանության, ապա այդքան երկիր այդքանից հետո ճանաչելուց հետո հասկանում են մի բան, որ փաստորեն Հայաստանը ինքն է հրաժարվում այլևս այդ քաղաքականությունից, ճանաչման, ընդունման քաղաքականությունից։ Հայաստանը զիջում է ոչ միայն այս հարցով ստացվում է, այլ նաև օրինակ Նիկոլ Փաշինյանը անընդհատ ասում է, որ պետք է գնալ ուրեմն Ադրբեջանի հետ խաղաղության եւ առաջ խաղաղությունը անհնար էր, որովհետեւ Հայաստանը չէր գնացել կոմպրոմիսի, հա, այսպես ասենք, եւ դա ասաց հանրայինի եթերում հարցազրույցի ժամանակ։ Այսինքն մենք բոլոր տեղերը պետք է գնանք կոմպրոմիսի, հայոց ցեղասպանության հարցում, մեր երկրի անվտանգության հարցում, մեր երկրի շահերի հարցում, ազգային եւ պետական շահերի հարցում, իսկ Էրդողանը եւ Ալիևը միայն պետք է պահանջեն եւ պահանջեն։ Այսպիսի խաղաղություն մենք որտեղ ենք եղել։ Խաղաղությունը դա մի գործընթաց է, որը որ բոլոր կողմերի միջև է կնքվում եւ բոլոր կողմերի միջև է, երբ հասնում են այդ խաղաղության, այլ ոչ թե մի կողմն է գնում կոմպրոմիսի, զիջման, իսկ մյուս կողմը անընդհատ պահանջում է։ Նման խաղաղություն դուք որտեղ եք տեսել։ Խաղաղության պայմանագիր, որ անընդհատ ասվում է Նիկոլ Փաշինյանի եւ այս կառավարության կողմից։ Նիկոլ Փաշինյանը օր ու գիշեր ասում է, որ պատրաստ է ստորագրել այն խաղաղության պայմանագիրը, այսպես կոչված, որտեղ որ բոլոր 17 կետերը արդեն համաձայնեցված են Ադրբեջանի հետ։ Իհարկե, հանրությունը չի տեսել այդ պայմանագրի տեքստը ամբողջությամբ, հա։ Իսկ Ալիև ասում է, չէ, փոխեք ձեր սահմանադրությունը, ԵԱԿ-ը Մինսկի խումբը վերացրեք։ Այսինքն անընդհատ նոր պահանջներ։ Եվ որևէ ցանկություն չկա անգամ գնալու խաղաղության Ալիևի կողմից։ Սկզբից փոխեք սահմանադրությունը, հետո ես չգիտեմ, զիջեք այն, որքան մենք պետքա զիջենք եւ դրա փոխարեն ոչինչ չստանանք։ Նույնիսկ չստանանք այն խաղաղության պայմանագիրը, այսպես կոչված, որի մասին խոսում է այս կառավարությունը։ Սահմանադրության մասով, հա, սահմանադրությունը պետքա փոխենք, դրա մասին խոսել է Ալիևը բազմիցս։ Եվ դրա մասին առաջինը հենց խոսել է Ալիևը, ոչ թե մեր երկրի վարչապետը։ Բայց հետո այս կառավարությունը սկսեց ասել, որ կա անհրաժեշտություն փոխելու սահմանադրությունը։ Այսինքն այդ անհրաժեշտությունը փոխելու կամ չփոխելու որոշում է Ալիևը, որոշում է Ադրբեջանը։ Այսպես է ստացվում։ Այդ ոնց է, որ այն ժամանակ չկար անհրաժեշտությունը, բայց երբ Ալիևը սկսեց դրա մասին խոսել, այդ անհրաժեշտությունը առաջացավ։ Զուգադիպություն է դա։ Իհարկե զուգադիպություն չէ։ Իսկ որքան մենք պետք է կատարենք Իլհամ Ալիևի եւ Ադրբեջանի պահանջները, Էրդողանի պահանջները, որտեղ է այդ կարմիր գծերը, կան արդյոք այդ կարմիր գծերը, որովհետեւ սահմանադրություն փոխելը դա արդեն բոլոր կարմիր գծերը հատելն է։ Փոխել սահմանադրությունը ըստ պահանջի Ալիևի եւ Էրդողանի, սա անընդունելի է։ Եվ հանրակրվեն, որը պետքա լինի, արդեն մենք չենք հասկանում, լինելու է, չի լինելու, երբ է լինելու, որտեղ կառավարության ներկայացուցիչները անընդհատ տարբեր բաներ են ասում, 1.26-ի ընտրությունների ժամանակ, 1 ընտրություններից հետո, բայց պարզ է մի բան, որ հայ ժողովուրդը չի փոխելու սահմանադրությունը ըստ այն պահանջի, որը որ ունի Իլհամ Ալիևը, որովհետև սահմանադրությունն է պետության հիմքը, պետության բարձրագույն օրենքը, եւ այն չի փոխվում ըստ Ալիևի կամ որևէ մի այլ երկրի ղեկավարի, այն միայն կարող է փոխվել Հայաստանի քաղաքացիների կամարտահայտության արդյունքում։ Սա է իրականությունը։ Որևէ այլ տարբերակ դա հակապետական քայլ է, որը որևէ աղերս չունի ժողովրդավարության հետ, պետականության հետ, ինքնիշխանության հետ։
Սա է միակ ճշմարտությունը, սրա դեմ խոսելը առհասարակ անտրամաբանական է։ Ինչ է կատարվում արտաքին քաղաքականությունում։ Ազգային ժողովը վերջերս ընդունեց ամբողջ փաթեթով արդեն երկրորդ ընթերցմամբ այսպես կոչված Եվրոպական միության անդամակցելու օրենքը։ Ինչ Եվրոպական միության մասին է խոսքը, թե Եվրոպական միությունը մեզ չի կանչել, չի հրավիրել, չի սպասում, եւ որոշ երկրներ տարիներ շարունակ կանգնած են Եվրոպական միության դռան մոտ եւ այդ դուռը հավերժ փակ է իրենց առջեւ։ Իսկ մենք ընդունում ենք օրենք, ինչի համար, որպեսզի Եվրոպական միությունը տա մեզ որոշակի բոնուսներ։ Այո, ես կհասկանայի այդ դեպքում, որ գոնե մենք ունենք ինչ-որ բոնուսներ, բայց վերջերս Եվրոպական միությունը պաշտոնապես մերժեց Հայաստանին իր ուրեմն ապրանքների, մեր ապրանքների արտահանման հարցում, որը հումքային ապրանքներ են, որպեսզի մենք դրանց դիմաց ստանանք ինչ-որ գոտաներ եւ բոնուսներ, հա, տնտեսական։ Ասելով, որ մենք ունենք փոքր հնա եւ նաեւ ակնարկելով, որ պետք է թույլատնենք մեր ազդեցությունը ԵԱՏՄ շուկայից։ Այսինքն ԵԱՏՄ, որտեղ մենք տանում ենք, արտահանում ենք մեր հիմնական ապրանքները ԵԱՏՄ շուկա, մենք հրաժարվենք այդ շուկայից, որպեսզի ստանանք ինչ որ գոտաներ հումք արտահանելու համար, չէ՞ որ երբ դու արտահանում ես հումք, դա ընդհանրապես քո երկրի պաշարներն է, քո երկրի հումքն է, բայց ոչ պատրաստի արտադրանք, որը դու արտահանում ես ԵԱՏՄ, որտեղ պատրաստի արտադրանքի դեպքում աշխատատեղեր են լինում, հավելյալ արժեք է լինում, մարդիկ ունենում են աշխատանք։ Այս սրանից մենք պետք է զրկվենք, որպեսզի ստանանք Եվրոպական միությունից ինչ-որ մի բան, որը Եվրոպական միությունը նույնիսկ մեզ հիմա չի տալիս, երբ մենք ընդունել ենք այսպես կոչված թղթի վրա Եվրոպական միությանը անդամակցելու օրենք։ Իրականությունը այն է, որ չի կարելի գնալ այդ ճանապարհով։ Ուկրաինան վառ օրինակ է, Մոլդովան վառ օրինակ է, Վրաստանը վառ օրինակ է, եւ մենք պետք է սովորենք ուրիշների օրինակներով, այլ ոչ թե մեր սեփական ճակատագրական սխալների վրա։ Եվրոպական միության համար մենք որևէ կարևորություն չունենք, եւ վերջերս ֆրանսիական, գերմանական համատեղ ալիքի եթերում լուրերի ժամանակ, հաղորդման ժամանակ Հարավային Կովկասի քարտեզի վրա Հայաստանը ներկայացվել էր որպես Ադրբեջանի մաս, հասկանում եք։ Հետո իհարկե ներողություն խնդրեցին հաղորդավարները, խմբագիրները, ալիքի ներկայացուցիչները, երբ ճնշում բարձրացավ Սփյուռքում, բայց իրականությունն այն է, որ նույնիսկ այնքան կարևորություն չունենք մենք Եվրոպական միության համար, որ նույնիսկ մեր տեղը չգիտենք քարտեզի վրա, մեզ ներկայացնում են որպես Ադրբեջան։ Չեմ կարծում դա արվել է միտումնավոր, բայց դա խոսում է նրա մասին, որ ուշադրությունը եւ վերաբերմունքը մեր նկատմամբ նմանատիպ է, երբ մենք որպես Ադրբեջանի մաս ենք ներկայացվում այդ հեռուստաալիքի եթերում։ Սա է իրականությունը, այսինքն Եվրոպական միության համար այնքան կարևորությունը քիչ է, որ նույնիսկ մեր տեղը քարտեզի վրա չգիտեն, հասկանում եք։ Դրա մասին պետք է մենք խոսենք։ Սա ցուցիչ է, որը շատ հստակ ցույց է տալիս կարևորությունը մեր նման կարևոր, ուրեմն եթերի ժամանակ, երբ որ մեզ ներկայացնում են այդպես։ Սա իրականություն է եւ այստեղ պետք է մենք հստակ գնահատականներ տանք, հասկանանք, որ եթե Եվրոպական միության համար մենք կարևոր լինենք, մեզ կլներ պաշտոնական հրավեր, ոչ թե մենք կկանգնեինք դռների մոտ եւ կծեծեինք այդ դռները, բայց մեզ նույնիսկ չէին ասի սպասեք, ձեր առջև 1, 2, 3 տարի հետո դռները կբացենք, այլ ուղղակի հասկանում եք, երբ մենք գնում ենք եւ ասում ենք մենք պատրաստ ենք, ուրեմն մենք պետք է մի բան ակնկալենք, որ դա տարիներ շարունակվող գործընթաց է, 20-30 տարի, եւ արդյունքն էլ շատ մշուշոտ է, բայց դրա փոխարեն մենք վատացնում ենք մեր հարաբերությունները արդեն գործնականում մեր դաշնակիցների հետ, որոնց հետ մենք հստակ առևտուր ենք անում, տնտեսություն ենք զարգացնում, սա է իրականությունը, որին մենք պետք է նայենք ոչ թե վարդագույն ակնոցներով, այլ ռեալ, օբյեկտիվ։ Սոցիալ-տնտեսական վիճակը այս կառավարության կառավարման արդյունքում 7 տարիների ընթացքում վատացել է։ Եվ դրա մասին կարող են փաստել յուրաքանչյուր մարդ, յուրաքանչյուր քաղաքացի, ում կարելի է փողոցում մոտիկանալ եւ հարցնել։ Այո, որովհետեւ թանկացել է ամեն ինչ, բայց եկամուտները չեն բարձրացել։ Հարկերը բարձրացել են, չգիտեմ, ծախսերը բարձրացել են, թանկացումները ամենուրեք, բայց չեն կարողանում ապահովել համաչափ այդ եկամուտ ծախս հարաբերությունը։ Եվ վերջերս ազգային ժողովում թոշակների, ուրեմն առաջարկ կար, որպեսզի կառավարությունը թոշակները բարձրացներ եւ հասցներ մինիմալ զամբյուղին, որը $200 մոտ $200 կազմում 80,000 դրամ, իսկ մենք գիտենք, թե որքան է կազմում թոշակը 36,000 դրամ մինիմալ, նույնիսկ դա չարվեց, այսինքն կառավարությունը մերժեց այդ առաջարկը։
այդ օրինագիծը մերժվեց։ Այսինքն թոշակառուն ստանում է 36,000 դրամ մինիմալ թոշակ, երբ մինիմալ զամբյուղը ծախսերի կազմում է 80,000 դրամ, հասկանում եք։ Այսինքն այստեղ թոշակառուն ոնց կարող է գոյատևել։ Ապրելու մասին չի խոսքը, գոյատևելու մասին է խոսքը, երբ իրենց ստացած թոշակը չի համապատասխանում մինիմալ ծախսերին Հայաստանում։ Դրանից հետո խոսել Եվրոպական միությանը անդամակցելու, ժողովրդավարության մասին, ես չգիտեմ զարգացման մասին, թռիչքաձև աճի մասին, ուղղակի անիմաստ է, ուղղակի անտրամաբանական է եւ անընդունելի է։ Եթերում ուղիղ տեքստով հաղորդումներ, ես Արման Ղուկասյանն եմ, կհանդիպենք։